Պարոն Չալաբյան, այսօր բանից մեկնարկում է Քարոզ Արշավը, ուժեղ Հայաստանը որոշեց ԱԺ-ի դիմացից ասուլիսով հանդես գալ եւ այնուհետեւ տալ մեկնարկը։ Դուք եւս այստեղ եք, Հայաքվեի անդամները եւս այստեղ են, ինչ աջակցություն եք դուք հայտնում ուժեղ Հայաստանին։ Բարձր, նախ ուզում եմ բոլորին ողջունեմ, նաեւ մեր հանդիսատեսներին։ Եթե հիշում եք, մենք ապրիլի 29-ին ուժեղ Հայաստանի հետ համագործակցության հուշագիր ստորագրեցինք, որով պատրաստակամություն ենք հայտնել մեր քարոզչական եւ կազմակերպչական ռեսուրսները օգտագործել այս քարոզարշավում ի աջակցություն ուժեղ Հայաստանի մեկ շատ հստակ նպատակով, որպեսզի մենք կարողանանք հասնենք երկրում իշխանափոխության, թույլ չտանք, որպեսզի գործող թրքամետ վարչախումբը վերարտադրվի ընտրությունների միջոցով եւ դրա փոխարեն կարողանանք ի վերջո մեր երկրում ազգային իշխանություն ձևավորենք։ Մեր նպատակը դա է, այդ նպատակի տեսանկյունից մենք մեր ունեցած եւ քարոզչական եւ կազմակերպչական ռեսուրսները այժմ այո կներդնենք այս քարոզարշավի մեջ։ Ինչքանով եք հնարավոր համարում այդ ուժեղ Հայաստանի հնարավորությունները, ինչպես եք գնահատում, ինչ սանդղակի վրա եք գտնվում։ Այդ գիտեք, մի քիչ տեխնիկական հարց եք դուք տալի, ակնհայտ է հետեւյալը, որ անդիմադիր սեգմենտում ուժեղ Հայաստանը այսօր հանդիսանում է առաջատարան։ Ցանկացած սոցիոլոգիական հարցում այդ արդյունքն է մեզ տալիս, այդ պատկերն է տալիս, ուստի մեր նպատակը նրանում է, որ մենք ուժեղ Հայաստանի այդ առաջատար դիրքը մեր մասնակցությամբ էլ ավելի ամրապնդենք։ Մեզ պետք է, որ ուժեղ Հայաստանը ըստ էության դառնա ոչ միայն հանրային կարծիքի առաջատարը, այլև ընտրություններով հնարավորինս շատ ձայն հավաքի, եթե հնարավոր է իսկապես այն քանակությամբ ձայներ, որը նրան հնարավորություն տան միանձնյա իշխանություն ձևավորել։ Պարոն Չալաբյան, նաև մինչ այս պահը դուք միացաք միասնության թևերին, սակայն կարճ ժամանակ անց չեղարկվեց, ինչն է պատճառը, սեփական անձնական ամբիցիաներ են եղել, թե գաղափարների հակասություն։ Տեսեք, մենք միասնության թևերին երբևիցե չենք միացել։ Մենք միասնության թևերի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրել։ Այդ համագործակցության հուշագրի շրջանակներում մենք պատրաստակամություն ենք հայտնել միավորել մեր ուժերը եւ միասին հանդես գալ։ Բայց երբ որ եկավ այն փուլը, երբ որ մենք պետք է պայմանավորվենք, թե ինչպես ենք ուժերը միավորում, ինչպես է ձևավորվում ընդհանուր ծրագիրը, ինչպես են բաշխում դերերը եւ այլն, մենք չկարողացանք իրանց այդ համաձայնության գալ տարբեր պատճառներով, գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ այդ պատճառների մասին հատուկ չենք խոսում։ Բայց չկարողացանք համաձայնության գալ եւ որոշեցինք շատ ցիվիլ, շատ քաղաքակիրթ իրարից բաժանվել։ Պետք է հասկանալ, որ այն հուշագիրը համագործակցության, որ մենք ստորագրել էինք միասնության թևերի եւ այն, որ մենք հիմա ստորագրել ենք ուժեղ Հայաստանի տարբեր բնույթ էր կրում։ Այնտեղ մենք որոշել ենք ամբողջապես ուժերը միավորել, հանդես գալ որպես մեկ քաղաքական ուժ։ Այս դեպքում քաղաքական ուժը արդեն կա, ձևավորված է, մենք իրենց մեր աջակցությունն ենք տրամադրում։ Մենք այս քաղաքական ուժի մաս էլ չենք, դաշինքի մաս էլ չենք։ Մենք արդեն ձևավորված դաշինքին մեր աջակցությունն ենք տրամադրում։ Եվ դա տարբեր ձևաչափեր է ենթադրում։ Հասկանում եք, այնտեղ միասնական, քանի որ քաղաքական ուժ էինք ձևավորում, պատասխանատվության աստիճանը ինչ-որ իմաստով ավելի բարձր էր։ Մենք ինքնես այդ պատասխանատվության մաս ենք, այստեղ մենք աջակից ենք։ Տարբերությունը մեծ է, հա։